Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տառո կանխատեսումը խեցգետին նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը կզգան իրենց կյանքում, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ այս տառո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տառո կանխատեսում, անհատական հորոսկոպ, ծննդյան քարտեզի վերլուծություն, ապա կարող եք գրել ինձ ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով անցնենք մեր տառո կանխատեսմանը, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ երջանիկ իրադարձությամբ, շատ գոհ կլինեք, շնորհակալ կլինեք, կունենաք բավականին դրական էմոցիաներ։ Կարծում եմ, որ շատերը կդիմեն օգնության ինչ-որ մեկին, կարող է լինել խորհրդի կարգով անգամ, կամ գուցե ձեզ դիմեն, հնարավոր է նաև դուք օրինակ դիմեք, որոշեք կնքել օրինակ ձեր երեխային, գուցե ամուսնացնել եւ այսպիսով քավորի հետ խոսել, քավորության առաջարկ անել կամ գուցե ձեզ անեն այդ քավորության առաջարկը։ Այս քարտը կարող է պայմանավորված լինել նաև որևէ եկեղեցական արարողության մասնակցելով, գուցե պատարագ, ներողություն, կնունկ, հարսանիք եւ այլն։ Նման ինչ որ հարցեր կլինեն։ Ամսվա սկզբին ինչ որ բան ձեզ հանգիստ չի տա, ինչ որ միտք, անընդհատ կմտածեք այդ ուղղությամբ, գլխացավեր գուցե լինեն, անքնություն, ոչ հաճելի երազներ գուցե լինեք, մի խոսքով անդադ ձեր մտքերը ինչ որ առումով բացասական կմտածեն։ Շատերին սպասվում է ճանապարհ, ինչ որ ճանապարհ կգնաք կամ գուցե հյուր ընդունեք, եթե պլաններում ունեք տրանսպորտային միջոց ձեռք բերելու, ապա այս քարտը ասում է նաև դրա մասին, ձեզ մոտ կստացվի։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի որևէ կնոջ ազդեցությամբ ձեր կյանքում, այս կինը ինչ որ առումով ձեր կյանքում հայտնվելու է, եւ ինչ որ գործողություն է կատարելու։ Նա ծնված կլինի ջրի տարերքի ներքո, դա է խեցգետին, ձկներ կամ կարիճ, կամ այս կինը կարող է լինել ձեր շրջապատից որևէ մեկը, կարող է լինել նոր ծանոթություն, ինչ որ առումով դեր է նա ունենալու։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին կլինի ամսի 7-ին, այսօրը ունենալու ենք խավարում, իսկ դա նշանակում է, որ հիմա շուտով որ նշեմ, այդ քարտի էներգիան 3 ամիս առաջ, 3 ամիս հետո իր ազդեցությունը ունենալու է։ Այստեղ հիանալի քարտ է դուրս եկել ֆինանսական, շատերը այս ազդեցության ներքո գուցե ձեռք բերեն ինչ որ անշարժ գույք, կամ ոչ միայն անշարժ գույք, հնարավոր է նաև շարժական, բայց ամենադեպս արժեքավոր ինչ որ բան կլինի, հնարավոր է ինչ որ փաստաթուղթ ստորագրեք, որը ձեզ կբերի ֆինանսներ։ Նման հարցեր կարող են լինել եւ նորալուսինը կլինի ամսի 21-ին, այսօր կրկին ունենալու ենք խավարում, մի կրկին, 3 ամիս առաջ, 3 ամիս հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ շատերի երազանքը ի կատարածվելու։ Շատերը հասկանալու են վերջապես թե ինչ են ուզում։ Կարծես դուք ձեր երազանքի հասնելու ուղին գտնելու եք եւ արդեն շարժվելու եք այդ ուղղությամբ։ Մի խոսքով հիանալի քարտ է դուրս եկել։ Այսքանը սիրելի ընկերներ, սիրելի խեցգետիններ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, ստեղծեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։